Ասեք ինչ եք աջակցում Հայաստան Դաշնքին։ Որովհետև ես Հայաստանի ապագան տեսնում եմ ազգային իշխանությունների շուրջ, Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ վարչապետի պաշտոնում, քանի որ ունի փորձառություն, կամք եւ ուժ մեր երկրի առաջ կանգնած այս խնդիրներից դուրս գալու համար։ Միայն այս քաղաքական թիմի առաջնորդն է, որ բացեբաց հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Արցախը հանձնելու մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դա ինձ համար առաջնային խնդիր է։ Ուժեղ ղեկավար ենք ուզում տեսնել, որ խեղճացած չմնանք։ Հայ ազգը այս ձև խեղճացած չի եղել երբեք։ Միայն Քոչարյանը կարող է ոտքի կանգնեցնել հայ ազգին։ Այն վաղ մենք հպարտ էինք ելում, հաղթած ազգ էինք։ Իսկ հիմա չենք կարողանում մի ինչ-որ ազգի հետ լեզու թրկել։ Խեղճացած վիճակ է մեր մոտ։ Մենք ուզում ենք ոտքի կանգնել։ Այս խմբակից էլ ազատվենք, որ սենց թուրքացման չտանի։ Ինչ ղեկավար, որ ասում ես սարը ձուն է, մեզ պետք չի։ Այդ թուրքին պետք է, իսկ մեզ պետք չի, քանի գնալով փոքրացել քարտեզը զարկե դոշը ֆռցնում է։ Արդարությունը մենակ այստեղ եմ գտնում։ Այս դաշինքում եմ գտնում։ Գիտեմ իմ Արցախի հարցը, նույնիսկ մեր հայրենիքի հարցը, մեր բնակարանները ձեռք բերու, ամեն ինչը ես մենակ այստեղ եմ։ Մեր խաղաղության հարցը ես մենակ Հայաստան Դաշնքում եմ գտնում։ Ինչքան եղել է Ռոբերտ Քոչարյանը, եղել է պատերազմ, եղել է Արցախի հանձնում, եղել է մեր որդիների, ես ինքս որդեկորուս մայր եմ։ 23 թվականին է իմ զինվոր, իմ սպատաղան զոհվել։ Ռոբերտ Քոչարյանը ինքը օպոտնի նախագահ է, փորձված նախագահ է։ Ես վստահ եմ, որ մինակ ինքը կարող է այս երկիրը հանի այդպես վիճակից։ Իմ կարծիքով միակ մարդը, որ պետք է այս վիճակից հանի Հայաստանը, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ես միշտ էլ ասել եմ, մենակ Հայաստանի ժողովուրդը ապրել է 10 տարվա ընթացքում նորմալ ապրել, ընդանից հետո կամաց հետ են գնացել։ Ասեք ինչու եք աջակցում այս քաղաքական թիմին։ Ի արած գործերի համար։ Որ գործերի կթվարկեք։ Վայ, Արցախից բռնած եկած մինչև 18։ Փոքր եւ միջին բիզնեսը ծաղկեց։ Ժողովուրդը սկսեց շնչել։ Խաղաղություններ ամենակարևորը։ Թուրքը ռիշեր անում դիրքերում կրակեր։ Ուզում ենք հետ դառնալ նորից նույն կյանքին եւ հույս ունեմ, որ հայ ժողովրդի համար կբացվի մի բարի արշալույս։ Հույս ունեմ։ Տեսել ենք, որ լավ բաներ արել է, հիմա շարունակում ենք։ 10 տարի ապահով ապրել ենք։ Հիմա կորցողին սիրենք, թե գտնողին։ Հիմա մեռած են ժողովուրդը։ Ժողովրդին սարքել են համբալի պես տշում են, էսկոմ տշում են։ Թոշակա բարձացել, ի՞նչ է բարձացել։ Ամեն ինչ թանկացել է, եռակի քառակի։ Մեծ հույսեր եմ կապում, որ մեր ազգային արժանապատվությունը վերականգնվի վերջապես։ Խայտարակ ելենք աշխարհով մեկ ձեռ են առնում թուրքերը մեզ։ Կարևորը մարդու արժանապատվությունը, որ կորցրել ենք մենք այսօր։ Ինչքան sense պարտված, ինչքան պետք է ձգենք։ Գիտեք, ես ինձ համար հաս եմ տալիս։ Կարևորը բանակցող ով ալն է Թուրքիայի հետ, Ամերիկայի հետ։ Հիմա պատկերացեք, դե ուրիշ տեխնացու դիրե Քոչարյանը իմնասողի։ Ու ոնց այլնելու։ Ինչու եք նախընտրում այս քաղաքական թիմին։ Որովհետև ուզում ենք մեր երկիրը տենանք անկախ, ոչ թե ժամ հողեր տալու համար մենք, չգիտեմ ինչա կատարվում էս մեր ներկա իշխանության հետ։ Մենք ուզում ենք մեր անկախ, այն իրանց ասած թալանած երկիրն ենք ուզում։